Ծովակալ Իսակովի պողոտա Սեբաստիա փողոցի խաչմերուկից Վահագն Վիշապաքաղի արձանը հանելուց ժամեր առաջ է մեր տեսախցիկը ֆիքսել կադրը։ Հինգշաբթի կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով թույլատրվեց հայտնի քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի մոնումենտալ գործը տեղափոխել այլ հասցե։ Բերել ենք ուղղակի այնտեղ երեխաները թե էլի վրան բարձրացել են վիշապի մասը, որ գողացե տարել էին, վերանորոգել էինք, հիմա մի քիչ էլի բանալ է, բայց դրանք սաղ կսարքեմ։ Վերականգնեմ, ռեստավրացիան կանեմ։ Երբ նախատեսում տեղադրել, դուք եք անելու կտեղադրենք, բայց իրենք չգիտեն քարը երբ կբերեն։ Հուշարձանը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, արձանի տեղափոխումը ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովել դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը, ընդգծել հուշարձանի մշակութային եւ խորհրդանշական նշանակությունը, ստեղծել պայմաններ հուշարձանի պահպանության եւ պատշաճ ներկայացման համար։ Իմ կարծիքով այդտեղ իր տեղը չի, որովհետեւ բոլոր երկու կողմերի շենքերը, մեքենաները ու Միասնիկյանի մեծ արձանը պատեր բաներով հսկա ու ինքը մի հատ 3 մետրանոց մի փոքր բան դեմը ու այդքան մոտիկ ճանապարհի մի կողմը Միասնիկյանն է, այս մի կողմը արդեն Վահագնի արձանն է։ Խեղճ կերևա, կճնշվի այդտեղ։ Դե տարածքը բարձր, ոչի բան չկա, բաց, ինքը տարածության մեջ լավ երևում է իր հզորությունը։ Ստեղծման օրից Վահագնի արձանը 4-րդ անգամ է տեղափոխվում։ Նախ դրվել է Մոսկվա կինոթատրոնի մոտ, այնուհետև Մաշտոցի պողոտայում, ապա Փարաքարի ճանապարհին գտնվող լճի մոտ Տուֆքարի վրա է դրվել, առանց ամրացնելու հիշում է դրվագող մոնումենտալիստը։ Լճում լողալիս երեխաները շուռ են տվել Վահագնին։ Երեխաներն այնքան թրվռացել էին, հետո մի հատ մեկ տրակտորը, որ մտել էր այդ բասեինը մաքրելու թե ինչ, վրով անցել էր 90 քանի թվերներ, 7-8 թվերին։ Այդտեղից հուշարձանը տեղափոխվել է Ներսես Չարախչյանի արվեստանոց վերականգնման համար։ Քանդակագործը կտոր հավաքել է արձանը։ Վերականգնումից հետո ցանկություն է եղել տանել Գառնի, բայց ի վերջո որոշվել է հուշարձանը տեղադրել Ծովակալ Իսակովի պողոտա Սեբաստիա փողոցի խաչմերուկում։ Այսօր, որ քարը չկարողացան դից տեղափոխել, ես իրենց ասեցի էլի, որ անպայման պարտադիր չի այս քարը տարվի, սա թող մնա իր տեղ, երկու հատ ոնց որ Դավիթը ոնց է, քանի քարերով հավաքված է, Սալսի Դավիթը վրան դրված։ Նման տիպի իրան մի քիչ բարձր քարերով մոտեցնենք 3 հատ, մի բան սարքենք պլաշատկա ու դնենք վրան։ Դա ավելի իրան կհզորացնի, կբարձրացնի, քան թե այս 1.5 մետրանոց քարը տակադրված բազալտը։ Վահագն Վիշապաքաղ արձանի հեղինակ Կարլեն Նուրիջանյանի զարմուհին ուրախ է, որ մորեղբոր մոնումենտալ գործը վերջապես Երևանում կգտնի մշտական հասցեն։ Եթե ուշադիր չլինեիր, կարող է չնկատեիր այդ արձանը։ Այսինքն դու նպատակային պետքա գնայիր մտածելով, որ այդ ճանապարհի վրա, աչի վրա ինչ որ մի արձան կա, եւ շատերը կարող է նաեւ չգիտեն հեղինակին։ Այնպես ինչպես Տորքան գեղը։ Նուրիջանյանի երազանքն է եղել ստեղծել առասպելական այգի, որտեղ կտեղադրվեին իր բոլոր գործերը։ Մուտքի մոտ նրա պատկերացմամբ պետք է լիներ Հայկ Նահապետը։ Լավագույն անատոմիական գործը, որտեղ մկանային բոլոր զարգացումները Նուրիջանյանը շատ լավ էր կատարել։ Ռուզաննա Ադամյանը հիշում է քանդակագործ Նուրիջանյանը չէր սիրում մտքերը բարձրաձայն արտահայտել, երբ մի քանի օր լուռ էր, ուրեմն շքեղ գործ էր ստեղծվում։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։